Այսպես արդեն քիչ մոտենում ենք Լորվա աշխարհում շատ հզոր բերդերից մեկին, սիս բերդին։ Հենց այսպիսի արահետներով մոտենում ենք Լորվա աշխարհում շատ հայտնի սիս ամրոցին։ Արդեն նշմարում են ամայա պոլիսները, քայլում են Լորվա աշխարհում ամենագողտրի կանկյուններից մեկը սիսի բերդը կամ ամրոցը։ Տեսեք ինչ գեղեցիկ արահետով են գալիս։ Նայեք արդեն այստեղից պարզ երևում է ամրոցը, տեսնում եք պոլիսները, որ ամրոցի ճակատային մասի մոտ գնանք, բարձրանանք եւ մուտք գործենք այս հզոր անառիկ ամրոցը։ Սա երևի Հայաստանում արդեն 70-80-րդ ամրոցն է, որ ես այցելում եմ։ Ընդհանուր տարբեր դարաշրջանի ամեն ամրոցը իր գեղեցկությունը, շքեղությունը ունի։ Չգիտեմ, որ ամրոցի հետ նմանեցնեմ այցելածս։ Նույն ճակատային մասը։ Հա, Դավիթ, ըստ քեզ ճակատային մասը որ մի ամրոցն Հայաստանի նման։ Մեղրին դենի, բայց դե ուրիշ է, էսի ուրիշ է։ Անցնա ժողովուրդը։ Ինչ նրա։ Մոտնանք դեպի ինչ ամրոց։ Խնդրեմ, արեք։ Ո՞րտեն մարտը մոտեցա։ Մեր պապերի ճառանգել ենք տուն ու հող հայրենիք, հայը պիտի հավերժ խոսի իր լեզվով մայրենիք, մեր հինավուր սվանքերը սուրբ պատմում են հենց այդ մասին, որ հայը միշտ ամուր կանգնած է եղել իր սուրբ հողին, մեր եռագույն դրոշի բոցը հուրհրավ, թող աշխարհը հայի ուժը իմանա, սերունդն ենք մենք հզոր հայկյան հայրերի, որդիները մեր քաջածի մայրերի։ Հայաստանս, իմ Արցախս, մեր պապերի պատմությունն ես, ամեն քարը սրբություն է, հայ ծնվելը վեհություն է։ Ասանք մեքենային, արդեն այստեղից մեքենայով կգնանք։